Ապրիլի 12-ն է, Երևան Երազք ավտոճանապարհի ոսկե տափ բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին մոտ 60-ից 70 մետր շրջվելով կողաշրջված հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով երկու հոգի, որոնցից մեկի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, տեղափոխվել են Վեդու հիվանդանոց, որտեղից մեկին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թաթևոսյանի, Արթուր Կոցինյանի գլխավորությամբ։ Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը, վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Արարատի մարզային քննչական վարչության վեդի քննչական բաժին, իմ տեղեկություններով արդեն հերթապահ քննիչը մեկնել է հիվանդանոց, որտեղից այնուհետև կժամանի դեպքի վայր։ Վիրավորներից մեկին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մեկին էին հայտնաբերել դուրսում, թե երկուսին։ Հա, վիրավորներից մեկին, հա, փրկարարներն ու պարեկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, ավտոմեքենան էլ տեսնում եք ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոն, կարելի ասել, մետաղե ջարդոնի։ Այս պահին պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ վարորդի ու վիրավորների ինքնությունը։ Իմ տեղեկություններով վիրավորները ամուսիններ են, այդպես էին նշում դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, արդեն պատրաստվում են, որպեսզի դեպքի վայր կանչեն քարշակին, որ ավտոմեքենան տեղափոխվի հատուկ պահպանվող տարածք։